Բարի օր բոլորին, թույլ տվեք հստակ լինել։ Նախագահ Թրամփը եւ նրա ամբողջ վարչակազմը լիովին կանգնած են ICE ներգաղթի եւ մաքսային վերահսկողության ծառայության հերոս տղամարդկանց եւ կանանց կողքին եւ միշտ կպաշտպանեն օրենքն ու կարգուկանոնը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Երեկ Մինեսոտա նահանգում տեղի ունեցած մահաբեր միջադեպ ավելի լայն ու չարագույժ ձախակողմյան շարժման արդյունք է, որը տարածվել է ամբողջ երկրով մեկ եւ որի շրջանակում դաշնային իրավապահ մարմինների մեր քաշ ծառայողները ենթարկվում են կազմակերպված հարձակումների։ Այս պահին ներգաղթի եւ մաքսային վերահսկողության ծառայության աշխատակիցները բախվում են հարձակումների 1200%-ով աճի, ծառայողական մեքենաների դիտավորյալ հարվածների 3200%-ով աճի եւ մահվան սպառնալիքների 8000%-ով աճի։ Այսի գործակալները բարեխեղճորեն կիրառում են դաշնային օրենքը պաշտպանելու ամերիկացի ժողովրդի անվտանգությունը, երկրից հեռացնելով հանցագործ անօրինական ներգաղթյալներին, եւ դա հենց այն է, ինչ գրեթե 80 միլիոն ամերիկացիներ ընտրեցին, վստահելով նախագահ Թրամփին եւ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ Դեմոկրատական կուսակցության արմատականները զայրացած են դրանից։ Նրանք չեն ցանկանում, որ մեր սահմանը ապահովվի կամ հանցագործ անօրինական ներգաղթյալները հեռացվեն երկրից։ Արդյունքում դեմոկրատներն ամեն օր խոչընդոտում են ներգաղթի վերահսկման գործողություններին, ստեղծելով ծայրահեղ լարված եւ վտանգավոր պայմաններ, որոնք գրեթե անհնար են դարձնում իրավապահ մարմինների, տղամարդկանց եւ կանանց համար պարզապես իրենց աշխատանքը կատարելը։ Դեմոկրատները կոչ են անում կրճատել հանրային անվտանգությունը պաշտպանող դաշնային իրավապահ մարմինների ֆինանսավորումը։ Նրանք կոչ են անում վերացնել ICE եւ դադարեցնել ոստիկանության ֆինանսավորումը։ Դա երբեք չի թույլ տրվի այս նախագահի եւ այս փոխնախագահի օրոք։ Թրամփի վարչակազմը կրկնապատկելու է ջանքերը ամերիկյան փողոցներից հեռացնելու ամենավտանգավոր հանցագործ ապօրինի ներգաղթյալներին, մարդասպաններին, բռնաբարողներին եւ մանկապիղծներին։ Ներքին անվտանգության նախարարությունը կշարունակի գործել Մինեսոտայում, տեղում ոչ միայն հանցագործ անօրինական ներգաղթյալներին հեռացնելու համար, այլ նաև շարունակելու դռնից դուռ իրականացվող հետաքննությունները այն համատարած խարդախությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել նահանգում դեմոկրատ նահանգապետ Թիմ Վոլցի ձախողված եւ կոռումպացված ղեկավարության ներքո։ Այս նահանգում միայն հարկատուներին խաբել են միլիարդավոր դոլարների չափով եւ դա ավարտվելու է։ Մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու։ Թրամփի վարչակազմը գործի է դրել հազարավոր դաշնային գործակալների, կրկնապատկել է ԱՄՆ դատախազների թիվը արդարադատության նախարարության Մինեապոլիսի գրասենյակում եւ լրացուցիչ ռեսուրսներ է ուղղել խարդախներին պատասխանատվության ենթարկելու եւ արդարություն պահանջելու օրինապահ ամերիկացի հարկատուների եւ քաղաքացիների համար ամբողջ երկրում։ Եվ հենց սա է պատճառը, որ այսօր փոխնախագահը այստեղ է ինձ հետ քննարկելու, թե ինչ է անում Թրամփի վարչակազմը եւ այս ուղղությամբ եւս մեկ կարեւոր հայտարարություն անելու համար։ Ուստի խնդրում եմ պարոն փոխնախագահ միանա մեզ։ I'll take some questions, but I want to make just one final observation. Ես կպատասխանեմ մի քանի հարցերի, բայց մինչև այդ ուզում եմ անել մեկ վերջին դիտարկում։ Երբ ես հենց նոր ներս էի գալիս, ինչ-որ մեկն ինձ ուղարկեց CNN-ի մի վերնագիր լուսանկարով Մինեապոլիսում տեղի ունեցածի մասին։ Եվ ահա այդ վերնագիրը, ես պարզապես կկարդամ այն։ Վրդով մունք Մինեապոլիսում ISIS սպայի կողմից ամենաքաղաքացու սպանությունից հետո։ Դե սա ներկայացնելու մի ձև է, եւ ցավոք վերջին 24 ժամվա ընթացքում կորպորատիվ լրատվամիջոցների մեծ մասը հենց այս կերպ է ներկայացրել այս դեպքը։ Եվ ես շատ միտումնավոր եմ օգտագործում հարձակում բառը, որովհետև սա հարձակում էր դաշնային իրավապահ մարմինների վրա, սա հարձակում էր օրենքի եւ կարգուկանոնի վրա, սա հարձակում էր ամերիկացի ժողովրդի վրա։ Այն ձևը, որով լրատվամիջոցների մեծ մասը լուսաբանել է այս պատմությունը, լիակատար խայտառակություն է եւ ամեն օր վտանգի տակ է դնում մեր իրավապահ ծառայողների կյանքը։ Այդ վերնագիրը չի նշում այն փաստը, որ ISIS սպայի կյանքը գրեթե ավարտվել էր 6 ամիս առաջ, երբ նրան մեքենայով քարշ էին տվել։ Նա ստացել էր 33 կար ոտքի վրա։ Այսպիսով, կարծում եք գուցե նա մի փոքր զգայուն է, երբ ինչ-որ մեկը մեքենայով փորձում է հարվածել իրեն։ Այդ վերնագիրը չի նշում նաեւ, որ այդ կինն այնտեղ էր խոչընդոտելու օրինական իրավապահ գործողությանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այդ վերնագիրը չի նշում, որ այդ կինը մաս էր կազմում ավելի լայն ձախակողմյան ցանցի, որի նպատակն է հարձակվել, բացահայտել անձնական տվյալները, ֆիզիկական հարձակումներ իրականացնել եւ անհնար դարձնել մեր ICE աշխատակիցների աշխատանքը։ Եթե լրատվամիջոցները ցանկանում են ասել ճշմարտությունը, ապա նրանք պետք է ասեն, որ ձախակողմյան արմատականների մի խումբ անդադար աշխատում է, երբեմն նույնիսկ օգտագործելով ներքին ահաբեկչության մեթոդներ, որպեսզի անհնար դարձնի Միացյալ Նահանգների նախագահի համար անել այն, ինչ ամերիկացի ժողովուրդը նրան ընտրել է անելու համար՝ կիրառել մեր ներգաղթի օրենքները։ Նախագահը կանգնած է ICE կողքին, եւ ես կանգնած եմ ICE կողքին։ Մենք կանգնած ենք մեր բոլոր իրավապահ ծառայողների կողքին, եւ դրա մի մասն այն է, որ պետք է ընդունենք դուք լրատվամիջոցների ներկայացուցիչներից շատերը ստել եք այս հարձակման մասին։ Այդ կինը փորձում էր մեքենայով հարվածել այդ մարդուն, նա պատասխան կրակ է բացել, նա պաշտպանել է ինքն իրեն, նա արդեն նախկինում ծանր վիրավորվել է իրավապահ գործողությունների ընթացքում, եւ բոլորդ, ովքեր կրկնել են այդ սուտը, թե սա ինչ-որ անմեղ կին էր, որը պարզապես Մինեապոլիսում մեքենա էր վարում, երբ իրավապահը կրակեց նրա վրա, պետք է ամաչեք ձեզանից, ամեն մեկը։ Հարցեր ունեք։
Շնորհակալություն պարոն փոխնախագահ, ես ուզում եմ մեջբերում անել Թիմ Ուոլսի այսօրվա ավելի վաղ հայտարարությունից։ Նա ասել է, երբ իրավիճակը մռայլ էր թվում, հենց Մինեսոտան էր, որ 1863 թվականի հուլիսի 3-ին առաջինը կանգնեց եւ պահեց դիրք ամբողջ երկրի համար։ Կարող եք մեկնաբանել նրա հռետորաբանությունը։ Սա շատ կոշտ հռետորաբանություն է մի մարդու կողմից, ով պետք է հեռանա պաշտոնից, որովհետև նրա խարդախ գործողությունները բացահայտվել են։ Նայեք, Թիմ Ուոլսը ծիծաղելի կերպար է։ Նրա ամբողջ վարչակազմը ծիծաղելի է եղել։ Այն գաղափարը, թե նա ինչ-որ ազատամարտիկ է, անհեթեթություն է։ Նա այդպիսին չէ։ Նա մի մարդ է, որը թույլ է տվել խարդախություն եւ հնարավոր է նույնիսկ մասնակցել է խարդախության։ Հենց դա էլ բարձելու է արդարադատության նախարարի նոր օգնականի այս պաշտոնը։ Սա այն է, ինչի վրա մենք կենտրոնացած ենք մնալու։ Փոխկապակցված մի հարց։ Դեմոկրատները այսին մեղադրել են սպանության մեջ, ասել են, որ նրանք թիրախավորում են ամերիկացիներին։ Ասել են այսին դուրս եկեք Մինեսոտայից։ Սա ակնհայտորեն կրակը բորբոքելու է այսի գործակալների դեմ։ Դուք հիմա խոսում եք այսի գործակալների անվտանգության մասին եւ ասում եք, որ մտահոգված եք նրանցով։ Ինչ է պատրաստվում անել վարչակազմը, եթե ինչ-որ բան պատահի, որպեսզի ապահովվի այս մարդկանց պաշտպանությունը այս բողոքի ցույցերի ընթացքում։ Եվ արդյոք ներքին անվտանգության նախարարությունը պետք է վերանայի իր ընթացակարգերը, չէ՞ որ ոչ ոք չի ցանկանում, որ որևէ ամերիկացի սպանվի։ Արդյոք կան փոփոխություններ, որոնք պետք է արվեն, որպեսզի համոզվենք, որ նման բան այլևս չի կրկնվի։ Նախ եւ առաջ իհարկե ոչ ոք չի ցանկանում, որ ամերիկացի քաղաքացի զոհվի։ Սա իսկապես ողբերգություն է, բայց սա ողբերգություն է, որը ստեղծվել է ծայրահեղ ձախի կողմից։ Նրանք արմատականացրել են բնակչության փոքր հատվածի եւ նրանց սովորեցրել են, թե իբր այսի գործակալները լայնածավալ կերպով խախտում են մարդկանց իրավունքները։ Իրականում մեր այսի ծառայողներն անում են այն, ինչ պարտավոր են անել։ Արտաքսում են միլիոնավոր հանցագործ ապօրինի ներգաղթյալներին, որոնց թույլ են տվել երկիր մտնել նախորդ վարչակազմի օրոք։ Այսպիսով առաջին հերթին որպես ղեկավարություն մենք պետք է անկեղծ լինենք, եւ ես կցանկանայի, որ դեմոկրատները միանային ինձ այս հարցում եւ ընդունեին փաստը, որ այս երկրում չափազանց շատ ապօրինի ներգաղթյալներ կան։ Մեր այսի ծառայողները պետք է աջակցություն ստանան իրենց աշխատանքը կատարելու համար։ Փոխարենը դուք փորձում եք մոբիլիզացնել ծայրահեղ ձախի խելահեղ եզրը դոքսինգ իրականացնելու, նրանց կյանքը բացահայտելու միջոցով ճնշում գործադրելու, որպեսզի անհնար դարձնեք օրենքի կիրառումը եւ որոշ դեպքերում նույնիսկ ներքին ահաբեկչական գործողությունների դիմելու մեր իրավապահ ծառայողների դեմ։ Ինչ վերաբերում է տարբեր ծրագրերին, տարբեր արձանագրություններին, տարբեր քաղաքականություններին, ես միգուցե հստակ չեմ հիշում հարցի ձևակերպումը, բայց ահա պարզ ճշմարտությունը։ Այն ինչ մենք պատրաստվում ենք անել, դա ամերիկացի ժողովրդի ընտրված վարչակազմի համար ավելի հեշտ դարձնել է կիրառել ամերիկացի ժողովրդի օրենքները։ Եվ սա նշանակում է դեմոկրատները պետք է դադարեն ամբողջին գրգռել օրինական իրավապահ գործողությունների դեմ։ Դա նաև նշանակում է, որ մենք ավելի խիստ ենք լինելու, եւ հենց դրա համար է արդարադատության նախարարի օգնականի պաշտոնը։ Մենք ավելի խիստ ենք լինելու այն մարդկանց նկատմամբ, որոնք խաբում են Միացյալ Նահանգներին բռնություն հրահրելով մեր իրավապահ ծառայողների դեմ։ Սա այն քայլերից մեկն է, որը մենք ձեռնարկելու ենք։ Պարոն փոխնախագահ Բենս, դուք հենց նոր ակնարկեցիք, որ սպանված այդ կինը Գուդը մաս է կազմում ավելի լայն ձախակողմյան ցանցի։ Ձեր կարծիքով ով է կանգնած այդ ավելի լայն ձախակողմյան ցանցի ետևում։ Դա այն հարցերից մեկն է, որը մենք դեռ պետք է պարզենք, բայց թույլ տվեք այսպես ձևակերպել։ Երբ ինչ-որ մեկը աղյուս է նետում այսի գործակալի վրա կամ փորձում է մեքենայով վրա երթի ենթարկել գործակալին, ով է վճարել այդ աղյուսի համար, եւ ով է ասել այդ ցուցարարներին դուրս գալ եւ բռնության դիմել մեր իրավապահ ծառայողների դեմ։ Եթե նայեք հենց այս վերջին սարսափելի դեպքին Մինեապոլիսում, տեսնում եք արդյոք այդ կնոջ ընկերներին կամ այլ ականատեսների, որոնք փաստացի ասում են, որ նա այնտեղ էր խոչընդոտելու օրինական իրավապահ գործողությունը, ինչպես նա հայտնվեց այնտեղ, ինչպես նա տեղեկացավ այդ գործողության մասին։ Կա ամբողջական ցանց եւ անկեղծ ասած լրատվամիջոցների մի մասն էլ է մասնակցում դրան, որը փորձում է բռնություն հրահրել մեր իրավապահ ծառայողների դեմ։ Դա ծիծաղելի է, սա անհեթեթ է, եւ մեր հետաքննական աշխատանքի մի մասն էլ հենց սա է՝ պարզել դրա խորքը։ Ով է ֆինանսավորում, ով է աջակցում, ով է քաջալերում եւ իհարկե, եթե դրա հետ կապված կա ապօրինի գործունեություն, մենք կհասնենք դրա խորքին եւ հնարավորության դեպքում կկատարենք քրեական հետապնդում։ Կա արդյոք վտանգ, երբ դուք նրան նկարագրում եք որպես խելագարված ձախական եւ խոսում եք այս դեպքերի շատ կոնկրետ փաստերի մասին այն պահին, երբ հետաքննությունը նոր է սկսվում։ Արդյոք դուք այսպիսով նախապես եզրակացություններ չեք անում եւ չեք խանգարում լիարժեք հետաքննությանը, եւ արդյոք դուք ստացել եք որևէ տեղեկություն բացի հանրային տեսանյութերից այս անձի կոնկրետ գործունեության վերաբերյալ, որը ձևավորել է ձեր տեսակետը։ Նախ եւ առաջ, արդարադատության նախարարությունը կանցկացնի հետաքննություն։ Ներքին անվտանգության նախարարությունն արդեն իսկ հետաքննում է այս դեպքը, բայց պարզ ճշմարտությունն այն է, որ այս դեպքում այն ինչ տեսնում եք, հենց դա էլ կա։ Մենք ունենք մի կին, որը փորձում էր խոչընդոտել օրինական իրավապահ գործողությանը։ Դա որևէ մեկը չի վիճարկում։ Մենք ունենք մի կին, որը մեքենան ուղղել է իրավապահ ծառայողի վրա եւ սեղմել է ոտնակը։
դա նույնպես որևէ մեկը չի վիճարկում։ Ես կարող եմ հավատալ, որ նրա մահը ողբերգություն է միաժամանակ ընդունելով, որ դա իր իսկ ստեղծած ողբերգությունն էր, եւ նաեւ ծայրահեղ ձախի ստեղծած ողբերգություն, որը համախմբել է ամբողջ մի շարժում խելահեղ եզր մեր իրավապահ ծառայողների դեմ։ Կարծում եմ, այստեղ ակնհայտորեն տեղի ունեցողն այն է, որ դա շարունակվելու է, եթե դեմոկրատները չարթնանան եւ չասեն. Գիտեք ինչ, դուք պարտադիր չէ, որ համաձայն լինեք մեր ներգաղթի քաղաքականության հետ, պարտադիր չէ, որ համաձայն լինեք նախագահի կամ փոխնախագահի տեսակետների հետ ներգաղթի վերահսկման հարցում, բայց ինչու դա չեք տանում քվյատուփի մոտ, ինչու չեք քվյարկում, ինչու չեք կազմակերպվում քաղաքական ճանապարհով։ Փոխարենը նրանցից ոմանք անում են այլ բան։ Դրանցից ոմանք խրախուսում են մարդկանց բռնություն գործադրել մեր իրավապահ ծառայողների դեմ։ Սա խայտառակություն է եւ դա պետք է դադարեցվի։ Մինեսոտայում եւ ամբողջ երկրում այս միջադեպի շուրջ շատ ուժեղ հույզեր կան։ Դուք Ռենե Գուդին անվանում եք խելագարված ծախական, եղել է նաեւ շատ սուր հռետորաբանություն, որը մենք լսել ենք պաշտոնյաներից։ Ինչ պատասխանատվություն ունեք դուք եւ նախագահը նվազեցնելու այն լարվածությունը, որը մենք տեսնում ենք Մինեսոտայում այս հետաքննության ընթացքում։ Ինչպես եք պատրաստվում իջեցնել ջերմաստիճանը։ Մեր պատասխանատվությունն այն է, որ պաշտպանենք օրենքը կիրառող մարդկանց եւ պաշտպանենք երկիրը ընդհանուր առմամբ։ Անկախ նրանից դեմոկրատ եք թե հանրապետական, դուք արժանի եք, որ Միացյալ Նահանգներում ժողովրդի օրենքները կիրառվեն։ Եվ կրկին, ես ուրախ չեմ, որ այդ կինը կորցրել է իր կյանքը։ Ես ուրախ չեմ, որ այդ կինը մասնակցում էր բողոքի գործողության, խախտելով օրենքը եւ խոչընդոտելով իրավապահ գործողությանը։ Կարծում եմ բոլորս կարող ենք ընդունել, որ լարվածությունը նվազեցնելու լավագույն ճանապարհը մարդկանց կոչ անելն է իրենց մտահոգությունները ներգաղթի քաղաքականության վերաբերյալ տանել քվյատուփի մոտ։ Դադարեցրեք հարձակումները եւ դադարեցրեք բռնության հրահարումը մեր իրավապահ ծառայողների դեմ։ Սա է լարվածությունը նվազեցնելու լավագույն ճանապարհը։ Եվ տեսեք, մենք չենք զիջելու ահաբեկչությանը, որովհետև հենց դա է տեղի ունենում։ Մարդիկ փորձում են սադրել, բռնության գործողություններ կատարել։ Նրանք աղյուսներ են նետում իրավապահների վրա, երբեմն կրակում են նրանց վրա, երբեմն բացահայտում են նրանց անձնական տվյալները, երբեմն գնում են նրանց բնակության վայրերը եւ հետապնդում նրանց ընտանիքներին։ Սա դասական ահաբեկչություն է։ Եվ մենք չենք կարող ասել, որ երբ ծայրահեղ ձախը բռնություն է հրահարում մեր քաջ իրավապահ ծառայողների դեմ, մենք այլևս չենք կիրառել օրենքը։ Դա կնշանակի պարգևատրել հենց այդ անօրինական գործողություններով զբաղվող մարդկանց։ Իրական պարգևը, որը նրանք հենց նոր ստացան, դա արդարադատության նախարարի նոր օգնականի պաշտոնն է, որը այս ամենը հետաքննելու եւ քրեական հետապնդման է ենթարկելու ավելի ագրեսիվ, քան երբևէ նախկինում։ Մինեսոտա հետաքննությունների գործակալության ղեկավարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների դատախազության գրասենյակը փաստացի կտրել է նահանգային հետաքննող մարմնի մուտքը գործի։ Ինչ նախադեպ ունի դա եւ ինչու Մինեսոտայի տեղական պաշտոնյաները պետք է չունենան մուտք եւ ապացույցներ այս հետաքննության վրա աշխատելու համար։ Նախ եւ առաջ ես կցանկանայի, որ Մինեսոտայի նահանգային պաշտոնյաները հետաքննեին, թե ինչու են այդքան շատ մարդիկ իրենց մեքենաներով եւ այլ միջոցներով իրականում միջամտում օրինական իրավապահ գործողությունների։ Այստեղ նախադեպը շատ պարզ է։ Մենք գործ ունենք դաշնային իրավապահ ծառայողի հետ, որը մասնակցում էր դաշնային իրավապահ գործողության։ Սա դաշնային հարց է։ Այդ ծառայողը պաշտպանված է բացարձակ իրավական անձեռնմխելիությամբ։ Նա կատարում էր իր աշխատանքը։ Այն գաղափարը, թե Թիմ Ուոլցը եւ Մինեապոլիսի մի խումբ արմատականներ կարող են հետապնդել այս մարդուն եւ նրա կյանքը դժոխք դարձնել այն բանի համար, որ նա կատարել է իրեն հանձնարարված աշխատանքը, անհետեթ է։ Իրապես աննախադեպ է այն գաղափարը, որ որևէ տեղական պաշտոնյա կարող է փորձել քրեական հետապնդման ենթարկել բացարձակ անձեռնմխելիություն ունեցող դաշնային պաշտոնյայի։ Ես երբեք նման բան չեմ տեսել։ Դա դատավորի կողմից պարզապես դուրս կշպրտվի։ Այն ինչի վրա ես կուզենայի, որ Մինեսոտան կենտրոնանար, իրական խնդիրն է։ Շնորհակալություն, դուք ավելի վաղ ասացիք, որ գոյություն ունի ձախակողմյան ցանց, որի նպատակն է հարձակվել, դոքսինգ անել, ֆիզիկական հարձակումներ իրականացնել եւ անհնար դարձնել այսի ծառայողների աշխատանքը։ Դուք հենց նոր իմ գործընկերոջը ասացիք, որ այդ ցանցի վերաբերյալ հետաքննություն է ընթանում։ Այո, եթե այն ամենը, ինչ դուք ասում եք, ճիշտ է, ապա ինչպես է այդ ցանցի մաս լինելը արդարացնում նրան կրակելը։ Ցանցի մաս լինելը չի արդարացնում կրակոցը, բայց մեքենայով այսի ծառայողին վերաերթի ենթարկելու փորձը դա է այն, ինչ արդարացնում է կրակոցը։ Իդեպ սա լավ բան չէ, բայց երբ դուք ստիպում եք մեկին գործել ինքնապաշտպանության պայմաններում, ապա այդ հարցը գրեթե անհետեթ է դառնում։ Ես չեմ ասում, որ այդ ամենի ֆինանսավորումը արդարացնում է մահը, ոչ ոք նման բան չի պնդում։ Այս կնոջ մահվան պատճառն այն է, որ նա ընդամենը փորձել է մեքենայով հարվածել մեկին եւ այդ մեկը գործել ինքնապաշտպանության շրջանակում։ Սա է պատճառը, որ նա կորցրել է իր կյանքը եւ սա է ողբերգությունը։ Այժմ հնարավոր է, որ եղել են օրենքի այլ խախտումներ եւ դրանց հետ կապված այլ պատժամիջոցներ կլինեն, օրինակ, եթե դուք ֆինանսավորում եք բռնությունը մեր իրավապահ ծառայողների դեմ, ես դատախազ չեմ, բայց իմ ենթադրությամբ դա այնպիսի բան չէ, որը ենթադրում է մահապատիժ, սակայն անշուշտ պետք է ենթադրի մի քանի տարվա ազատազրկում, եթե դուք ֆինանսավորում եք մեր իրավապահ ծառայողների վրա հարձակվելու փորձերը։
Մեկ րոպե, ինչ է կատարվում, ներեցեք ընկերներ, ինչ է այստեղ տեղի ունենում։ Դուք կոչված եք ճշմարտությունը հաղորդելու, չէ՞։ Ինչպես է պատահել, որ ձեզ թույլ եք տվել դառնալ արմատական եզրի քարոզչության գործակալներ, որը մեզ համար ավելի է դժվարացնում մեր օրենքների կիրառումը։ Դուք հենց նոր ինձ հարց տվեցիք, ենթադրելով, թե այս կնոջ մահվան պատճառն այն էր, որ նա մասնակցում էր օրինական բողոքի ակցիայի։ Նա փորձել է մեքենայով վերաերթի ենթարկել մարդուն եւ այդ մարդը ինքնապաշտպանվել է, երբ դա տեղի է ունեցել։ Հաջորդ հարցը։ Next question. I said next question. Ես ասացի հաջորդ հարցը։ Պարոն փոխնախագահ, ենթադրաբար դուք ինքներդ տեսել եք տեսանյութը։ Տեսանյութը դիտելուց հետո իսկապես ձեր մտքում նույնիսկ փոքր կասկած չկա, որ դուք դեռևս կարծում եք, թե զոհը դիտավորյալ է փորձել նրան վերաերթի ենթարկել, չնայած այդ տեսանյութին։ Look, I don't know. Տեսեք, ես չգիտեմ, թե ինչ էր տվյալ մարդու սրտում կամ մտքում, եւ ակնհայտորեն մենք այլևս հնարավորություն չենք ունենալու հարցնել այդ կնոջը, թե ինչ էր տեղի ունենում նրա ներսում։ Այն, ինչի մեջ ես լիովին վստահ եմ, այն է, որ նա խախտել է օրենքը։ Այն, ինչի մեջ ես լիովին վստահ եմ, այն է, որ այդ սպան բոլոր հիմքերն ուներ կարծելու, որ իր առջև կանգնած է լուրջ վտանգ, վնասվածք ստանալու կամ նույնիսկ կյանքը կորցնելու առումով։ Այն, ինչի մեջ ես վստահ եմ, այն է, որ նա արագացրեց մեքենան այնպես, որ հարվածեց այդ մարդուն։ Ես չգիտեմ, թե ինչ էր նրա սրտում կամ գլխում, բայց ես գիտեմ, որ նա խախտել է օրենքը, եւ ես գիտեմ, որ այդ սպան գործել է ինքնապաշտպանության պայմաններում։ Սակայն դուք մի հետաքրքիր հարց բարձրացրեցիք։ Տեսեք, եթե մարդիկ ուզում են վարել օրինական քննարկում այն մասին, թե իրականում ինչ էր անում այդ կինը, արդյոք նա խուճապահարված էր, երբ մեքենայով հարվածեց այս սպային, թե իրականում փորձում էր դիտավորյալ վերաերթի ենթարկել նրան, դա ընդունելի քննարկում է, բայց այն, ինչ ընդունելի չէ, այն է, որ ձեզանից շատերը լրատվամիջոցներով ամեն օր տարածում եք, թե սա եղել է անմեղ կին եւ թե այսի գործակալը կատարել է սպանություն։ Դա է այն, ինչը ես առարկում եմ։ Անհեթեթ է եւ կարծում եմ բոլորը դա գիտեն իրենց սրտի խորքում։ Պարոն փոխնախագահ, խոսելով ջերմաստիճան իջեցնելու մասին, թվում է քաղաքական բռնությունը սրվում է եւ անկարգությունները կարող են մոտ ապագայում սկսվել։ Ինչ քայլեր ունի վարչակազմը Ամերիկան միավորելու համար։ Միջին քաղաքացիները երկու քաղաքական կողմում էլ պարզապես հոգնել են միմյանց հետ կռվելուց եւ կարծում եմ այս սրահում գտնվող բոլոր լրագրողները կհամաձայնեն, որ մենք չենք ցանկանում դառնալ խնդրի մի մասը։ Ունեք խոսքեր, որոնք կարող են միավորել Ամերիկան։ Գիտեմ, որ դուք չեք ցանկանում լինել խնդրի մի մասը եւ կարծում եմ դա վերաբերում է ձեզանից շատերին, բայց վստահ չեմ, որ դա վերաբերում է բոլորին, որովհետեւ այս դեպքի լուսաբանումը լրատվամիջոցներում եղել է ամենամեծ սկանդալներից մեկը, որ ես երբևէ տեսել եմ մեդիայի ոլորտում։ Ես երբեք չեմ տեսել մի դեպք, որը այսքան խեղաթյուրված եւ սխալ ներկայացված լինի, երբ ունենք մի մարդ, որը ինքնապաշտպանվել է եւ այժմ բազմաթիվ մարդիկ այս սրահում նրան ներկայացնում են որպես ինչ-որ դաշնային մարդասպան։ Թույլ տվեք նախ խոսել հանցավորության մասին։ Դուք հիշատակեցիք բռնությունը։ Այն բաներից մեկը, որով մենք ամենաշատն ենք հպարտանում, այն է, որ նախորդ տարվա ընթացքում հանցագործությունները նվազել է 20%-ով։ Ինչու էին նվազել 20%-ով։ Արդյոք դա տեղի ունեցել, որովհետև մենք հարձակվում ենք մեր իրավապահների վրա, թե որովհետև մենք վարչակազմում լիազորում եւ աջակցում ենք իրավապահներին օրենքը կիրառելու համար։ Կարծում եմ սա ջերմաստիճանը իջեցնելու եղանակներից մեկն է։ Մարդկանց տալ անվտանգ եւ ապահով զգացողություն իրենց անձի եւ սեփականության նկատմամբ։ Ահա թե ինչու ենք մենք այդքան կարեւորում մեր իրավապահների պաշտպանությունը, որովհետև դա օգուտ է բերում ամբողջ ազգային համայնքին։ Ես կարծում եմ, որ մենք լիովին կարող ենք խոսել այն մասին, թե ինչպես կարելի է իջեցնել լարվածությունը, քննարկելով տարբերությունները խելամիտ եւ ռացիոնալ ձևով։ Ես կրկին պատրաստ եմ խոսել ցանկացած կոնգրեսական դեմոկրատի կամ ձեզանից յուրաքանչյուրի հետ մեր ներգաղթի քաղաքականության մասին, բացատրել, թե ինչու եմ կարծում, որ այն անհրաժեշտ է, ինչու եմ կարծում, որ այն բխում է երկրի լավագույն շահերից եւ ինչու է Միացյալ Նահանգների նախագահը ընտրվել առաջին անգամ առնվազն վերջին 4 տարիների ընթացքում իրականում սահմանը վերահսկելու եւ օրենքը կիրառելու համար։ Բայց ահա խնդիրը։ Սա այն քննարկումը չէ, որը շատերն են վարում։ Փոխարենն նրանք ակտիվորեն պաշտպանում են այն մարդկանց, որոնք բռնություն են գործում դաշնային իրավապահ մարմինների դեմ։ Սա անհեթեթ է։ Ջերմաստիճան իջեցնելու ճանապարհը սա է։ Դադարեցրեք դա։ Քննարկեք քաղաքականությունը, քննադատեք ինձ, քննադատեք Միացյալ Նահանգների նախագահին, բայց մի հարձակվեք մեր իրավապահ ծառայողների վրա։ Նրանք փորձում են կատարել այն աշխատանքը, որը ամերիկացի ժողովուրդը պահանջել է, որ նրանք կատարեն։ Նրանք քաղաքական որոշումներ կայացնողներ չեն, նրանք կիրառում են օրենքը, եւ նրանք պետք է արժանանան գոնե նվազագույնը արժանապատվության եւ հարգանքի։ Եվ հենց այն փաստը, որ դա տեղի չի ունենում, պատճառ է, որ նման միջադեպերը, ինչպես երեկվա դեպքը, տեղի են ունենում։ Վերջում ուզում եմ անել մեկ վերջին դիտարկում։ Տեսեք, իմ մեջ մի հատված կա, որը շատ տխուր է իրեն զգում այս կնոջ համար։ Ոչ միայն այն պատճառով, որ նա կորցրեց իր կյանքը, այլ նաև որովհետև կարծում եմ նա ձախակողմյան գաղափարախոսության զոհն է, որ երիտասարդ մայն է գալիս ու որոշում, որ պետք է իր մեքենան վարի այսի ծառայողներին ընդառաջ, որոնք իրականացնում են օրինական իրավապահ գործողություն։ Այդ կետին հասնելու համար մարդու ուղեղը ինչ-որ չափով պետք է լվացված լինի, որպեսզի պատրաստ լինի ոչ թե պարզապես բողոքել, դա նորմալ է, ոչ թե խաղաղ բողոքել, այլ մեքենայով առաջ նետվել օրինական իրավապահ ծառայողների վրա եւ ուղղակիորեն հարվածել նրանց։
Այդ կետին հասնելու համար մարդը պետք է, կարծում եմ, շատ տխուր կերպով արմատականացված լինի։ Շնորհակալություն պարոն փոխնախագահ, շարունակելով միտքը, որն է ձեր ուղերձը Մինեսոտայի ղեկավարներին, Մինեսոտայի նահանգապետին, Մինեապոլիսի քաղաքապետին իրավիճակը հանգստացնելու համար, տեղում, փողոցներում, եւ որն է ձեր ուղերձը նաեւ այն ցուցարարներին, որոնք այդ տեսանյութը տեսել են բոլորովին այլ կերպ, քան դուք։ Նախ եւ առաջ, կարծում եթե նայեք այդ տեսանյութերը բոլոր դիտանկյուններից, կամ մի դիտանկյուն, որտեղ եթե շատ եք կկոցում աչքերը, կարող եք ինքներդ ձեզ համոզել, թե հստակ չէ ինչ է տեղի ունեցել։ Բայց երբ դիտում եք տեսանյութը բոլոր դիտանկյուններից, միանգամայն պարզ է, որ նրա մեքենան ուղղվել է հենց այդ մարդու վրա։ Նա իրականում բախվել է նրան եւ հենց դրանից հետո իհարկե նա կրակել։ Սա ակնհայտ է։ Այսպիսով, ինչ կասեի ցուցարարներին։ Իհարկե, բողոքեք խաղաղ կերպով, բայց դա արեք գաղափարների շուրջ։ Թող դա լինի քաղաքականության հետ անհամաձայնության մասին։ Մի օգտագործեք ձեր բողոքը որպես արդարացում կամ խրախուսում մարդկանց մղելու բռնության հրահարման եւ բռնության մասնակցության մեր իրավապահ ծառայողների դեմ։ Իսկ ինչ վերաբերում է Մինեապոլիսում գտնվող տեղական պաշտոնյաներին, սկսած Թիմ Վոլցից եւ ներքև, ես կասեի, ինչու չեք կարող պարզապես չհամաձայնվել ներգաղթի որևէ քաղաքականության հետ առանց իրավապահներին թշնամի դարձնելու։ Եվ ինչ եմ ուզում ասել, պատկերացրեք, օրինակ քրեական օրենքի մի իրավիճակ, երբ ոստիկանը գալիս է եւ ձերբակալում է մեկին, որովհետեւ նա խախտել է քրեական օրենքը։ Եթե դուք զայրացած եք դրանից, գնացեք ու բողոքեք այն քաղաքական գործիչի դեմ, որը ընդունել է այդ օրենքը։ Մի հարձակվեք ոստիկանների վրա, որոնք պարզապես կատարում են իրենց աշխատանքը։ Ջո Բայդենի օրոք մենք ունեինք լիովին բաց սահման։ Ես անձամբ կարծում եմ, որ լավ բան է, որ Միացյալ Նահանգների նախագահը այն փակել է։ Եթե դուք կարծում եք, որ դա վատ գաղափար է, քննադատեք այս վարչակազմին քաղաքական որոշման համար, բայց մի հարձակվեք մեր մարդկանց վրա օրենքը կիրառելու համար, որովհետև ես ձեզ երաշխավորում եմ, այսում կան սևամորթներ եւ սպիտակամորթներ, կան դեմոկրատներ եւ հանրապետականներ։ Նրանք հայրենասեր ամերիկացիներ են, որոնք փորձում են կիրառել օրենքը։ Հարձակվեք ինձ վրա, բայց հանգիստ թողեք մեր այսի գործակալներին։ Շնորհակալություն պարոն փոխնախագահ։ Դուք կոչարեցիք Թիմ Վոլցին հրաժարական տալ, կարող եք ներկայացնել պատճառաբանությունը, թե ինչու նա պետք է հեռանա պաշտոնից։ Տեսեք, ես կարծում եմ, որ Վոլցը պետք է հրաժարական տա, որովհետև ակնհայտ է, կամ նա գիտեր Մինեապոլիսում տեղի ունեցած խարդախությունների մասին, գիտեր սոցիալական նպաստների շուրջ իրականացվող խարդախությունների մասին, կամ առնվազն նա աչք է փակել դրա վրա։ Սա ինչ որ կինեմատոգրաֆիկ չարագործի խարդախություն չէ, սա ֆիլմի չարագործի մակարդակի բան չէ, սա հնարավոր ամենացածր ինտելեկտով խարդախությունն է։ Սա հետևյալն է. մենք կօգտագործենք երեխաների բացակայությունը, կստեղծենք մանկապարտեզ, որտեղ ոչ մի երեխա չի լինի, եւ այն կկոչենք վաղ մանկության կրթության կենտրոն, Quality Learning Center անունով։ Իդեպ, եթե դուք չեք կարողանում ճիշտ գրել learning բառը, գուցե չպետք է զբաղվեք վաղ մանկության կրթությամբ, բայց մարդիկ հարստացել են այս խարդախության շնորհիվ։ Մենք գիտենք, որ եղել են դպրոցներ, որոնք կամ ընդհանրապես չունեին սովորողներ, կամ գոնե ուռճացրել էին իրենց գրանցվածների թիվը։ Թիմ Վոլցը կամ ցուցաբերել անհավատալի անգործունեություն, կամ նա ներգրաված է եղել խարդախության մեջ։ Պարոն փոխնախագահ, կարող եք բացատրել տարբերությունը այս արդարադատության նախարարի օգնականի եւ հատուկ դատախազի միջեւ, եւ արդյոք դուք պատկերացնում եք, որ սա լինի մշտական պաշտոն, թե ավելի սահմանափակ ժամկետով է լինելու։ Այն լինելու է մշտական այնքան ժամանակ, մինչև հասնենք տեղի ունեցողի խորքին։ Կարծում եմ այն կգործի առնվազն մինչև այս վարչակազմի ավարտը։ Ինչն է տարբերում հատուկ դատախազից։ Եթե հիշում եք Ջեք Սմիթի գործը, որտեղ հատուկ դատախազի ինստիտուտը ճանաչվեց սահմանադրությանը հակասող, այդտեղ հիմնական խնդիրներից մեկն այն էր, որ այդ անձը պաշտոնապես նշանակված չէր։ Եվ սա նույնիսկ առանձին է այն մյուս խնդիրներից, որ այդ մարդը խելահեղ էր եւ գործն ինքնին որևէ հիմք չուներ։ Բայց կար մի հիմնարար սահմանադրական խնդիր։ Նա չէր նշանակվել նախագահի կողմից եւ չէր հաստատվել Միացյալ Նահանգների Սենատի կողմից։ Իսկ արդարադատության նախարարի օգնականը մեզ հնարավորություն է տալիս նշանակել այդ անձին եւ ապահովել նրա հաստատումը Սենատի կողմից։ Սա առաջին տարբերությունն է։ Ավելի բովանդակային տարբերությունն այն է, որ այս անձը լինելու է լայն միջգերատեսչական սպիտակ տան համակարգի մաս, որը ղեկավարվում է հենց Միացյալ Նահանգների նախագահի կողմից, վերևից ներքև։ Եվ դա նրան կտա ռեսուրսներ, նյութերի ու տեղեկատվության հասանելիություն, ինչը նրան կդարձնի շատ ավելի արդյունավետ։ Շատ մարդիկ հարց են տալիս. իսկ ինչպես եք իրականում հասնելու այս խարդախության էությանը։ Մենք ինքներս մեզ նույն հարցն ենք տվել վերջին մի քանի ամիսների ընթացքում եւ կարծում ենք, որ սա է արդարադատության նախարարության այն վճռորոշ բաղադրիչը, որը կբարձրացնի այս խարդախության հետաքննությունը բոլորովին այլ մակարդակի։ Փոխնախագահ Վենս, ո՞րն է ձեր ուղերձը ծայրահեղ ձախ քարոզիչներին, որոնք խրախուսում են խոչընդոտել այսի գործունեությունը Մինեսոտայում եւ ամբողջ երկրում։
Կարծում նրանք չպետք է խրախուսված զգան իրենց, որովհետև այժմ կա արդարադատության նախարարի նոր օգնական, որը նրանց խարդախությունն ու նրանց բռնությունը հետաքննելու եւ քրեական հետապնդմանը ենթարկելու ավելի ագրեսիվ, քան երբևէ նախկինում Միացյալ Նահանգներում։ Մենք շատ բան ենք անում փորձելով բացահայտել ֆինանսավորման ցանցերը եւ ներքին ահաբեկչական ցանցերը, որոնք արդարացնում են այս բռնությունը, ֆինանսավորում են այս բռնությունը եւ իհարկե իրենք էլ մասնակցում են բռնությանը։ Այս մարդիկ պետք է իրենց խրախուսված չզգան, որովհետև նրանք առաջին անգամ գուցե նույնիսկ ամերիկյան պատմության մեջ գործ ունեն վարչակազմի հետ, որը ոչ մի կերպ չի հանդուրժելու քաղաքական բռնություն որևէ կողմից, որևէ ձևով։ Այսօր հստակ է, որ դաշնային կառավարությունը ամբողջ ծանրությամբ կանգնած է ICE գործակալների կողքին եւ մասնավորապես ICE գործակալի կողքին, բայց միևնույն ժամանակ շարունակվում է դաշնային հետաքննությունը։ Արդյոք դա նշանակում է, որ նրանք ընդհանրապես չեն ուսումնասիրում ICE այդ գործակալի գործողությունները եւ ամբողջությամբ կենտրոնացած են միայն մեքենայի մեջ գտնվող կնոջ վրա։ Իսկ երբ դուք ասում եք հետաքննություն, ինչ նկատի ունեք։ Երեկվա կրակոցի հետաքննությունը, թե Մինեապոլիսում տեղի ունեցող խարդախության հետաքննությունը։ Երեկվա դեպքը։ Ինչպես ես հասկանում եմ, ներքին անվտանգության նախարարությունը արդեն ունի ընթացող հետաքննություն։ Ես գիտեմ, որ մեր կառավարության այլ մարմինները նույնպես ուսումնասիրում են այս դեպքը։ Այսպիսով, այո, անկասկած կա հետաքննություն, որը հենց հիմա ընթանում է։ Բայց խարդախության ավելի լայն հետաքննության շրջանակում այն մեծ մասը, ինչ անում ենք արդարադատության նախարարության միջոցով, արդեն սկսվել է։ Մենք ունենք ավելի քան 1500 դատական ծանուցում։ Այս առավոտ մարդիկ արդեն դռնից դուր են գնում, որպեսզի ստուգեն այս խարդախնամքի կենտրոնները, այս կեղծ սոցիալական ծառայությունների կազմակերպությունները եւ հասնեն տեղի ունեցողի խորքին։ Այսպիսով, որոշ իմաստով հետաքննությունը խարդախության դեմ ուղղված հատվածում արդեն մի քանի շաբաթ է արագացված ընթացքի մեջ է։ Բարձաբանման համար եւս մեկ հարց, պարոն փոխնախագահ, վերաբերում է գործակալին։ Նա դեռևս ծառայության մեջ է, թե ժամանակավորապես ազատվել է պարտականություններից, վարչական արձակուրդի ուղարկվել եւ ընդհանրապես որն է չորեքշաբթի իրականացված ICE գործողության իրական նպատակը։ Նախ եւ առաջ դա օրինական իրավապահ գործողություն էր։ Մենք դռնից դուր էինք գնում, փորձելով հայտնաբերել հանցագործ ապօրինի ներգաղթյալներին եւ արտաքսել նրանց Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որովհետեւ եթե դուք ապօրինի եք մտնում մեր երկիր, խախտելով ներգաղթի օրենքները, ապա մենք ոչ միայն մանդատ ունենք, այլև օրինական պարտավորություն ունենք կիրառելու այդ օրենքները։ Ինչ վերաբերում է նրան, արդյոք նա վարչական արձակուրդում է, ես այդ հարցի պատասխանը չգիտեմ։ Այդ հարցը պետք է ուղղել ներքին անվտանգության նախարարությանը եւ նրանք կարող են պարզաբանել։ Բայց ես կասեմ հետեւյալը. Ես կգնահատեի, եթե բոլորը միասնական աղոթ կասեին այդ գործակալի համար։ Վերջին 6 ամիսների ընթացքում նրան 2 անգամ հարվածել են մեքենայով։ Առաջին անգամ դա հանգեցրել է 30-ից ավելի կարերի եւ ոտքերի շատ լուրջ վնասվածքների։ Սա մի մարդ է, որը իրականում կատարել է շատ կարևոր աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Նա ենթարկվել է հարձակումներին, նա վնասվել է դրա հետևանքով, նա արժանի է խորին երախտագիտության։ Եվ այն, որ լրատվամիջոցները նախապես դատում են այս մարդուն եւ խոսում են նրա մասին այնպես, կարծես նա մարդասպան է, ամերիկյան մեդիայի կողմից տեսածս ամենախայտառակ երևույթներից մեկն է։ Որն է կոնկրետ ձեր դերը Վենեսուելայի ապագայի հարցում եւ կարող եք հաստատել այն տեղեկությունները, որ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը դուրս է թողնվել այդ գործողությունների պլանավորումից Վենեսուելայում ռազմական ներգրավվածության վերաբերյալ իր նախկին մտահոգությունների պատճառով։ Ես մի քանի բան եմ լսել, առաջինը, որ ես եմ դուրս թողնվել Վենեսուելայի գործողության պլանավորումից, դա սուտ է։ Երկրորդը, որ Թուլսի Գաբարդն է դուրս թողնվել Վենեսուելայի գործողությունների պլանավորից, դա նույնպես ամբողջությամբ սուտ է։ Տեսեք, մենք բոլորս նույն թիմի անդամներն ենք եւ այդ գործողության ամենահետաքրքիր կողմերից մեկն այն է, որ մենք այն շատ խիստ սահմանափակ շրջանակում ենք պահել կառավարության բարձրագույն կաբինետի եւ առնչվող պաշտոնյաների մակարդակում եւ մենք կարողացել ենք այն երկար ժամանակ գաղտնի պահել։ Ես դրանով շատ հպարտ եմ, կարծում եմ դա ցույց է տալիս, որ թիմը շատ լավ է աշխատում միասին։ Այս պահին կարելի ասել, գրեթե ամեն երկրորդ օրը ես նախագահում եմ Սպիտակ տան բարձր մակարդակի պատասխանատուների հանդիպումները, որտեղ քննարկում ենք հաջորդ քայլերը, փորձելով ապահովել, որ Վենեսուելան լինի կայուն եւ ինչպես նախագահը մեզ հանձնարարել է, ապահովել, որ Վենեսուելայի նոր կառավարությունը լսի Միացյալ Նահանգներին եւ անի այն, ինչ բխում է մեր երկրի լավագույն շահերից։ Այսպիսով ես լինելու եմ այնքան ներգրաված, որքան նախագահը կցանկանա։ Մինչև այժմ դա եղել է շատ ակտիվ ներգրավվածություն եւ կշարունակեմ այդպես աշխատել այնքան ժամանակ, որքան նախագահը ինձ կխնդրի։ Ուրեմն կան որևէ ցուցումներ, դուք խոսեցիք այդ ցանցի մասին, կան արդյոք ցուցումներ, որ այն կինը, որը կրակոցից զոհվեց, գիտեմ տարբեր տեղեկություններ կան, նրա կինն ասել է, որ նրանք նոր էին այդ տարածքում, կան որևէ նշաններ, որ նա կարող էր լինել վճարվող քարոզիչ եւ որ գուցե ուրիշներն էլ են բերվել այդ տարածք հաշվի առնելով այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում Մինեապոլիսում։ Ես չէի ասի, որ նա վճարված է եղել։ Ես չունեմ ապացույցներ դա այս կամ այն կերպ պնդելու համար։ Այնինչ ես գիտեմ այն է, որ նա խախտել է օրենքը։ Եվ եթե պարզապես նայենք ականատեսների վկայություններին, նրանք ասում էին, որ նա այնտեղ էր օրենքի կիրառումը կանխելու համար։ Նա փորձում էր խոչընդոտել օրինական իրավապահ գործողությանը։ Այդքանն ակնհայտորեն պարզ է։
Պարոն փոխնախագահ, նույնիսկ պատերազմական լիազորությունների մասին այսօրվա բանաձևից դուրս կոնգրեսը որոշ հարցերում, օրինակ մաքսատուրքերի հարցում, հակադրվել է նախագահ Թրամփին։ Դուք մտահոգ եք, որ նախագահ Թրամփը կորցնում է իր ազդեցությունը կոնգրեսում հանրապետականների վրա, եւ ինչ եք պատրաստվում անել դրա հետ կապված։ Ոչ, ես ընդհանրապես մտահոգված չեմ։ Նախ մենք խոսել ենք այն սենատորներից մի քանիսի հետ, որոնք իմ կարծիքով այսօր սխալ են քվեարկելու այդ բանաձևի շուրջ։ Նրանց փաստարկների մեծ մասը ավելի շատ հիմնված էր իրավական տեխնիկական հարցերի վրա, ոչ թե քաղաքականության հետ անհամաձայնության վրա։ Եթե նայեք այդ մարդկանց, որոնք իրականում քվեարկել են, նրանցից յուրաքանչյուրը աջակցել է վարչակազմի ծրագրին։ Երկրորդ, ինչպես կարծում եմ նախագահն ինքն արդեն ասել է, յուրաքանչյուր նախագահ լինի դեմոկրատ թե հանրապետական, կարծում է, որ պատերազմական լիազորությունների մասին ակտը հիմնովին կեղծ եւ սահմանադրությանը հակասող օրենք է։ Ինչ վերաբերում է Իրանին, այս օրերին մենք տեսնում ենք բողոքի ցույցեր Իրանում։ Քաղաքացիներն օգնություն են խնդրում Միացյալ Նահանգներից եւ Իսրայելից։ Որոշ քաղաքներում նույնիսկ փողոցներ են անվանվում նախագահ Թրամփի անունով։ Թվում է այստեղ կա մի հնարավորություն, որը գուցե այլևս չկրկնվի։ Արդյոք Միացյալ Նահանգները կանգնած է Իրանի քաղաքացիների կողքին, եւ եթե Իսրայելը որոշի կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, արդյոք սպասվում է, որ Միացյալ Նահանգները կմասնակցի այդ գործողությանը։ Տեսեք, մենք անշուշտ կանգնած ենք յուրաքանչյուրի կողքին, ով զբաղվում է խաղաղ բողոքով, յուրաքանչյուրի կողքին, ով փորձում է իրացնել ազատ միավորման իրավունքը եւ լսելի դարձնել իր ձայնը։ Ակնհայտ է, որ Իրանի ռեժիմը բազմաթիվ խնդիրներ ունի, եւ ինչպես Միացյալ Նահանգների նախագահն է ասել, ամենախելամիտ քայլը, որը նրանք պետք է անեին, ճիշտ էր 2 ամիս առաջ եւ ճիշտ է նաեւ այսօր դա Միացյալ Նահանգների հետ իրական բանակցություններ սկսելն է, կապված այն հարցի հետ, թե ինչպես ենք տեսնում նրանց միջուկային ծրագիրը։ Թե ինչ ենք պատրաստվում անել ապագայում, դա թողնում եմ նախագահին։ Եվս մի քանի հարց։ Պարոն փոխնախագահ, շատ շնորհակալություն։ Պարոն փոխնախագահ, Վենեսուելայի հարցով ինչպես եք վստահեցնում Կարիբյան տարածաշրջանին, որ այն կմնա խաղաղության գոտի, քանի որ այդ տարածաշրջանի որոշ անդամ պետություններ մտահոգություն ունեն։ Տեսեք, նախագահը երեք շատ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Կոլումբիայի նախագահի հետ եւ մենք շարունակաբար շփվում ենք կառավարության բոլոր մակարդակներում մեր բազմաթիվ գործընկերների հետ Կարիբյան տարածաշրջանում։ Ես իրականում կարծում եմ, որ սա լավ է խաղաղության համար Կարիբյան ավազանում, որովհետեւ երբ դուք վերացնում եք ապօրինի կարտելների եկամտի հիմնական աղբյուրներից մեկը, դա լինի կոկաինի առևտուրը, ֆենտանիլի առևտուրը, թե այլ ապօրինի եկամուտներ, դուք փաստացիորեն խլում եք իշխանությունը Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան տարածաշրջանում կայունությունը խաթարող գլխավոր ուժերից մեկից։ Ես իսկապես կարծում եմ, մենք դա մշտապես ասում ենք, սա խաղաղության նախագահն է։ Ձեր սեփական կիսագնդում խաղաղություն հաստատելու ուղիներից մեկն այն է, որ հստակ ցույց տաք Միացյալ Նահանգները պետք է հարգվի, որ Միացյալ Նահանգները պատրաստ է իշխանությունը խլել հանցավոր կարտելային կազմակերպություններից եւ այն փոխանցել օրինական կառավարություններին։ Այդպես ենք մենք տեսնում արևմտյան կիսագնդի ապագան եւ կարծում ենք, որ այն կլինի շատ ավելի խաղաղ, քան այն եղել է Ջո Բայդենի օրոք։ Գրենլանդիայի վերաբերյալ ունեք ուղերձ եվրոպացի առաջնորդների համար։ Եվրոպայում շատերը մերժում են այն գաղափարը, որ կղզին կարող է հարկադրաբար փոխանցվել։ Նախ եւ առաջ կարծում եմ պետքարտուղար Ռուբիոն հաջորդ շաբաթ կամ մյուսը պետք է հանդիպի Դանիայի եւ Գրենլանդիայի ղեկավարների հետ։ Մենք շարունակելու ենք այս ուղերձներից մի քանիսը փոխանցել փակ դիվանագիտական ուղիներով, իսկ մի քանիսը հրապարակայնորեն։ Բայց իմ խորհուրդը եվրոպացի առաջնորդներին եւ բոլոր մյուսներին հետեւյալն է՝ լուրջ վերաբերվել Միացյալ Նահանգների նախագահին։ Ինչ է նա ասել Գրենլանդիայի մասին։ Մի կողմ թողնենք այն խելահեղ գերագնահատված արձագանքները, որոնք տեսել ենք մամուլում եւ Եվրոպայի որոշ շրջանակներում։ Ինչ է ասել նախագահը։ Առաջին, Գրենլանդիան չափազանց կարևոր է ոչ միայն Ամերիկայի հրթիռային պաշտպանության, այլ նաև աշխարհի հրթիռային պաշտպանության համար։ Երկրորդ, մենք գիտենք, որ կան թշնամաբար տրամադրված հակառակորդներ, որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերել այդ տարածքի նկատմամբ։ Այնինչ մենք խնդրում ենք մեր եվրոպացի գործընկերներին այն է, որ նրանք ավելի լուրջ վերաբերվեն այդ տարածքի անվտանգությանը, որովհետև եթե նրանք դա չանեն, Միացյալ Նահանգները ստիպված կլինի ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Թե կոնկրետ ինչ քայլեր, դա թողնում եմ նախագահին, քանի որ մենք դեռևս շարունակում ենք դիվանագիտական ներգրավվածությունը մեր եվրոպացի գործընկերների եւ բոլոր մյուսների հետ այս հարցի շուրջ։ Եվ կրկին, շնորհակալություն բոլորիդ լսելու համար, շնորհակալություն հարցեր տալու համար եւ պարզապես ուզում եմ ասել, տեսեք, որ խիստ անպատասխանատու է, երբ դուք դուրս եք գալիս եւ ակնարկում կամ ասում ամերիկացի ժողովրդին, որ մի մարդ, որը պաշտպանվել է իրեն մեքենայով վրաերթի ենթարկելու փորձից, մեղավոր է սպանության մեջ։ Եղեք մի փոքր ավելի զգույշ։ Մենք խոսում ենք լարվածությունը նվազեցնելու մասին, ինչը գիտեմ նախագահն էլ է ցանկանում անել, եւ ես էլ եմ ցանկանում։ Լարվածությունը նվազեցնելու ճանապարհներից մեկը ճշմարտությունը պատմող մեդիան է։ Խրախուսում եմ ձեզ բոլորիդ հենց դա անել։ Աստված օրհնի ձեզ։